Այսօր քեզ սպասվում են հետաքրքիր ու անսպասելի հարցեր պատմությունից, աշխարհագրությունից, գիտությունից, մշակույթից և ամենատարբեր թեմաներից։ Պատրաստ ես ստուգել, որքան գիտելիք ունես։ Սկսեցինք։ Հարց 1. Որ երկրում է առաջացել սուշին իր ժամանակակից հայտնի ձևով։ A. Չինաստան, B. Ճապոնիա, G. Հարավային Կորեա։ Ճիշտ պատասխանն է Ճապոնիա։ Սուշին սկզբում ստեղծվել էր ոչ թե համեղ ուտեստ լինելու համար, այլ ձուկը պահպանելու համար։ Ձուկը դնում են ֆերմենտացված բրնձի մեջ, որպեսզի այն ավելի երկար պահպանվեր։ Այսինքն սուշիի պատմությունը սկսվել է որպես պահպանման մեթոդ, իսկ միայն շատ ավելի ուշ այն վերածվեց ուտեստի, որը մենք այսօր գիտենք։ Հարց 2. Որ երկիրն է աշխարհում առաջինը սահմանադրությամբ արգելել ստրկությունը։ A. Հայիթի, B. Ֆրանսիա, G. Պորտուգալիա։ Ճիշտ պատասխանն է Հայիթի։ Հայիթին առաջին երկիրն էր, որ իր սահմանադրությամբ 1805 թվականին բացահայտորեն արգելեց ստրկությունը։ Սահմանադրությունը նույնիսկ փոխեց սև բառի իրավական իմաստը։ Այն հայտարարում էր, որ Հայիթիի բոլոր քաղաքացիները համարվում են սևամորթ, անկախ իրենց մաշկի իրական գույնից։ Հարց 3. Հերոստրատոսը որ հին աշխարհի հրաշալիքն այրեց իր անունը պատմության մեջ թողնելու համար։ A. Հալեկառնասի դամբարանը, B. Արտեմիսի տաճարը, G. Հռոդոսի կոլոսսը։ Ճիշտ պատասխանն է Արտեմիսի տաճարը։ Ամենազարմանալին այն է, որ նա դա արեց միայն իր անունը պատմության մեջ թողնելու համար։ Դրա պատճառով այսօր Հերոստրատոսի համախտանիշն արտահայտությունը օգտագործվում է այն մարդկանց մասին, ովքեր ձգտում են հայտնի դառնալ նույնիսկ կործանարար արարքի միջոցով։ Հարց 4. Որ հայտնի պատմական անձնավորությունն է ծնվել հենց այն գիշերը, երբ Հերոստրատոսը այրեց Արտեմիսի տաճարը։ A. Ալեքսանդր Մակեդոնացի, B. Արիստոտել, G. Պլուտարքոս։ Ճիշտ պատասխանն է Ալեքսանդր Մակեդոնացի։ Ասում են, երբ Հերոստրատոսը այրեց Եփեսոսի Արտեմիսի տաճարը, նույն գիշերը Ալեքսանդր Մակեդոնացին ծնվեց։ Հին պատմիչները դա կապում են նաև մի խորհրդանշական լեգենդի հետ։ Արտեմիս իբր աստվածը իր տաճարում չէր եղել հրդեհի օրը, որովհետև զբաղված էր Ալեքսանդրի ծնունդը հսկելով։ Հարց 5. Որ մոլորակի վրա է առաջին հաջող վայրէջքն իրականացրած սարքը։ A. Մարս, B. Վեներա, G. Մերկուրի։ Եթե հավանում ես մեր վիդեոները, ուրեմն լավություն արա, բաժանորդագրվիր և լայքիր վիդեոն։ Ճիշտ պատասխանն է Վեներա։ Խորհրդային Վեներա 7 կայանը 1970 թվականին դարձավ առաջին սարքը, որը հաջողությամբ վայրէջք կատարեց մեկ այլ մոլորակի մակերևույթին։ Վեներա 7-ը մոտ 465 Ցելսիուս աստիճան ջերմաստիճանի և երկրից մոտ 90 անգամ ավելի մեծ ճնշման պայմաններում աշխատեց մոտ 23 րոպե։ Հետո կապը կորավ։ Հարց 6. Որ մետաղն է ստացել իր անունը Կիպրոս կղզու լատիներեն անվանումից։ A. Պղինձ, B. Կոբալտ, G. Բրոնզ։ Ճիշտ պատասխանն է պղինձ։ Կղզում պղնձի հանքեր կային, և հին ժողովուրդները այստեղից մեծ քանակությամբ պղինձ էին արդյունահանում և արտահանում։ Հին հռոմեացիները պղինձը Կիպրոսի հետ այնքան էին կապում, որ այն անվանում էին մոտավորապես Կիպրոսի մետաղ։ Այդ անվանումը քիչ-քիչ կրճատվեց, դառավ Կուպրում, որը նշանակում է պղինձ։ Հարց 7. Որ երկրում է գտնվում պիզայի թեք աշտարակը։ A. Իտալիա, B. Իսպանիա, G. Հունաստան։ Ճիշտ պատասխանն է Իտալիա։ Աշտարակը սկսել է թեքվել դեռ կառուցման ժամանակ,
քանի որ հիմքի տակ գտնվող հողը փափուկ էր և չէր կարողանում հավասար պահել ծանր կառույցը։ Արդյունքում աշտարակը դարձավ աշխարհում ամենահայտնի սխալ կառուցված, բայց չփլված շինություններից մեկը։ Հարց 8. Որ հին քաղաքն է հայտնի իր կախովի այգիներով։ A. Բաբելոն, B. Սպարտա, G. Կարթագեն։ Ճիշտ պատասխանն է Բաբելոն։ Ըստ հին նկարագրությունների, Բաբելոնի կախովի այգիներում ծառերն ու բույսերը աճում են բազմահարկ հսկայական կառույցի վերևում, բայց ամենազարմանալին այն է, որ ավելի քան 2000 տարի առաջ նրանք ունեցել են մի համակարգ, որը ջուրը բարձրացնում էր բարձր մակարդակներ, առանց ժամանակակից պոմպերի, որ երկիրն է ձևով հաճախ համեմատվում կոշիկի հետ։ A. Իտալիա, B. Պորտուգալիա, G. Հունաստան։ Ճիշտ պատասխանն է Իտալիա։ Իտալիայի ձևը քարտեզի վրա շատ նման է կոշիկի, իսկ ավելի հետաքրքիրն այն է, որ Իտալիայի կոշիկի քիթը կարծես հարվածում է Սիցիլիային։ Հարց 10. Որ քաղաքում է գտնվում Կոլիզեյը։ A. Աթենք, B. Հռոմ, G. Նեապոլ։ Ճիշտ պատասխանն է Հռոմ։ Կոլիզեյը այնքան մեծ էր, որ իր ծաղկման շրջանում կարող էր տեղավորել մոտ 50,000 հանդիսատես։ Հռոմեացիները կարող են նույնիսկ ջրով լցնել Կոլիզեյի արենան և կազմակերպել նավային մարտերի նմանակումներ։ Կոլիզեյը մեկ օրում չի քանդվել։ Դարերի ընթացքում այն վնասվել է երկրաշարժերից, իսկ հետո նրա քարերը օգտագործվել են Հռոմի այլ շինությունների կառուցման համար։ Հարց 11. Որ երկիրն է տվել աշխարհին տանգոն։ A. Արգենտինա, B. Իսպանիա, G. Բրազիլիա։ Ճիշտ պատասխանն է Արգենտինա։ Այն առաջացել է տարբեր մշակույթների, երաժշտական ու պարային ազդեցությունների խառնուրդից, իսկ տանգոն սկզբում համարվում էր ցածր խավերի և նավահանգստային թաղամասերի պար, բայց հետո տարածվեց ամբողջ աշխարհում ու դարձավ Արգենտինայի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը։ Հարց 12. Որ գետն է անցնում Փարիզով։ A. Թեմզա, B. Սեն, G. Դանուբ։ Ճիշտ պատասխանն է Սեն։ Սենը Փարիզը բառացիորեն բաժանում է երկու մասի՝ աջ և ձախ ափերի, բայց ավելի հետաքրքիրն այն է, որ Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից շատերը գտնվում են հենց Սենի երկայնքով։ Հարց 13. Որ երկրում է գտնվում Թաջ Մահալը։ A. Հնդկաստան, B. Պակիստան, G. Բանգլադեշ։ Ճիշտ պատասխանն է Հնդկաստան։ Թաջ Մահալը կառուցել է մուղալների կայսր Շահ Ջահալը իր մահացած կնոջ հիշատակին։ Այդ իսկ պատճառով այսօր Թաջ Մահալը համարվում է աշխարհում ամենահայտնի սիրո խորհրդանիշներից մեկը։ Նրա կառուցման համար օգտագործվել է հսկայական քանակությամբ սպիտակ մարմար։ Ասում են, շինարարությանը մասնակցել է տասնյակ հազարավոր մարդիկ։ Հարց 14. Որ օվկիանոսն է ամենափոքրը։ A. Հնդկական, B. Հյուսիսային սառուցյալ, G. Հարավային։ Ճիշտ պատասխանն է Հյուսիսային սառուցյալ։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը այնքան ցուրտ է, որ ձմռանը նրա մակերեսի հսկայական հատվածը վերածվում է ծովային սառույցի, բայց ամենահետաքրքիրը, այդ սառույցի տակ կյանքը չի դադարում։ Այնտեղ ապրում են ձկներ, մանր օրգանիզմներ և այլ կենդանիներ։ Հարց 15. Որ թագավորն էր հայտնի իր իմաստությամբ։ A. Սողոմոն, B. Սավուխ, G. Եզեկիա։ Ճիշտ պատասխանն է Սողոմոն։
Աստվածաշնչում պատմվում է, որ Աստված Սողոմոնին առաջարկեց խնդրել այն, ինչ ցանկանում էր։ Նա խնդրեց իմաստություն մարդկանց ճիշտ դատելու համար։ Իսկ հետո Աստված ասում է. որովհետև դու այդ բանը խնդրեցիր և քեզ համար երկար կյանք չխնդրեցիր, հարստություն չխնդրեցիր քեզ համար և քո թշնամիների հոգիները չխնդրեցիր, այլ արդար դատաստան անելու իմաստություն խնդրեցիր։ Ահա քո խոսքի համաձայն կանեմ։ Ես քեզ տալիս եմ իմաստություն և հանճարեղ սիրտ, այնպես, որ քեզնից առաջ քեզ նմանը չի եղել և քեզնից հետո էլ քեզ նմանը չի լինելու։ Քեզ տալիս եմ նաև այն, ինչ դու չես խնդրել, թե հարստություն, թե փառք, այնպես որ քո կյանքի բոլոր օրերում քեզ նմանը չի լինելու թագավորների մեջ։ Եվ եթե հնազանդվես ինձ և իմ կանոններին ու պատվիրաններին հետևես, ինչպես քո հայր Դավիթը հնազանդվեց, ապա ես պիտի երկարացնեմ քո կյանքի օրերը։ Գրված է 3-րդ Թագավորաց 3:11-14-ում։ Հարց 16. Ո՞վ է նկարել արևածաղիկներ հայտնի շարքը։ A. Վան Գոգ, B. Մոնե, G. Ռենուար։ Իսկ այս հարցի պատասխանը գրեք կոմենտներում։ Մինչ հանդիպում։